Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ ինչպես տեսնում եք մեր հյուրն է Թբիլիսիից, պարոն Գեորգի Թումասյանը, բարև Գեորգի ջան, ինչպես ես։ Բարև Էդվարդ ջան, լավ, մերսի, դու ոնց ես։ Լավ, մերսի, շատ կարևոր կարծում եմ եթեր ունենք, քանի որ հիմա Հայաստանում տեսնում ենք, թե ինչպիսի արագ փոփոխություններ են տեղի ունենում ռուսական սպառնալիքներից հետո, բայց երևի սկսենք միանգամից Մարկո Ռուբիոյի այցով, խնդրեմ։ Հետո անդրադառնանք մնացածին։ Իհարկե, շատ կարևոր այց է տեղի ունենալու, կարծում եմ, նախընտրական այս փուլում, ընդ որում սա նաև հաշվի առնելով, որ պաշտոնական արդեն հայտարարվել է, որ փաստաթղթեր են ստորագրվելու, ես համոզված եմ, որ սա հունվարի 14-ի Վաշինգտոնում տեղի ունեցած Մարկո Ռուբիո Արարատ Միրզոյան հանդիպման տրամաբանական շարունակությունն է, որտեղ որ ստորագրվել էր TRIP-ի առաջի իրական փաստաթուղթը, այսինքն միջև այդ օգոստոսի 8-ին հիմնադիր փաստաթուղթը եւ առաջի արդեն գործնական առումով փաստաթուղթը, ենթադրում եմ, որ առնվազն մի մաս այդ փաստաթղթերի, որը ստորագրվելու են, լինելու են TRIP-ի հետ կապված, այսինքն Միացյալ Նահանգները իհարկե շարունակելու են այդ ծրագիրը, բացի դրանից կարծում եմ, որ դա կլինի նաեւ Հայաստան, Միացյալ Նահանգներ տրամաբանության ներքո կարա վերաբերվի տնտեսական, տեխնոլոգիական կամ ինչ-որ ռազմական կամ ինչ-որ ուրիշ ոլորտներին, փաստաթղթեր կլինեն, չէ՞, կետեր կլինեն, ես էլ եմ համոզված եմ, այո, որովհետև ես շատ ճիշտ նշեցիր, որ աննախադեպ բաներ է տեղի ունենում վերջի օրերի ընթացքում, այնինչ Ռուսաստանը անում է, կանգնեցված է փաստացի 3 օրվա մեջ Ռուսաստանը կանգնեցրեց ձկնեղենի, ծաղիկների, ուրեմն մրգի եւ բանջարեղենի, մրգի հաստատ, ալկոհոլի եւ միներալ ջրի, այո, ամեն ինչ կանգնեցրել է Ռուսաստանը։ Սա իրականում տնտեսական պատերազմ է, արեք անկեղծ ասենք, Հայաստանում ներքաղաքական դաշտում կային մարդիկ Ռուսաստանին կոչ էին անում տնտեսական պատերազմ սկսեր, անունն էլ տամ, կոնկրետ Սամվել Կարապետյանը ասում էր, որ տնտեսական պատերազմ է լինելու Ռուսաստանի հետ, հենա Ռուսաստանն էլ դիմեց այդ քայլերի։ Ես կարծում եմ, որ Ամերիկան եւ Եվրոպան այստեղ մեզ լուրջ աջակցելու են, ընդ որում համարում եմ, որ Եվրոպական միությունը արդեն ողջունեց Թուրքիայի կողմից երկաթուղին բացելը։ Ես կարծում եմ նույնիսկ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Էրդողան հերախոսազրույցի արդյունքը, ինչպես նաև Միացյալ Նահանգների աշխատանքի։ Քանի որ մենք տեսնում ենք հաճախ Միացյալ Նահանգների դեսպանատունը Գեորգի ողջունում է, երբ որ ինչ-որ առաջընթաց է գրանցվում, նաև շատ ակտիվ հայտարարություններ է անում Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը։ Այո, ընդհանուր տեսնում ես կապը այդ ամենի հետ։ Իհարկե, եւ շատ լավ է, որ Էդվարդ ջան նաև դա նշեցիր, որովհետեւ շատ քչերն են, կարծում եմ, վերլուծաբաններից կամ իրենց վերլուծաբան անվանողներից այդ ամենը նկատում, որովհետեւ այդ ամենը եթե չես նկատում, դու իրականությունը չես տեսնում։ Այսինքն Թուրքիան հենց որոշում կայացնում է Ամերիկայի դեսպանությունը Թուրքիայում միանգամից ողջունում է, երբ հարցը վերաբերվում է Հայաստանին։ Այսինքն Ամերիկան ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ։ Ուղիղ անմիջապես կամ Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը, որ արդեն հայտարարություն արեց երկաթուղուն բացելու մասին, դա ինչ կապ ունի։ Իհարկե անմիջապես Եվրոպական միությունը առասարակ արդեն հայտարարել է, որ իրանք նոր ձևաչափ են ստեղծում Եվրոպական միություն, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, որը փաստացի Եվրոպական միության դեպի կենտրոնական Ասիա ճանապարհ է ապահովելու։ Զուգահեռ դրա Ամերիկան իհարկե եւ Եվրոպան էլ տեսնում են, որ Ռուսաստանը ոնց է մեզ ճնշելու, եւ սա արդեն մեծ խաղ է, սա մարդիկ կարող է գնահատեն անձնական մակարդակով, ասեն, այս անձի այն անձի շուրջը կապ չունի այստեղ անձերը։ Սա մեծ աշխարհակահաղական գործընթաց է։ Ռուսաստանը փորձում է ճնշել Հայաստանին ինքնիշխան քաղաքականության համար եւ այստեղ Ամերիկան եւ Եվրոպան ինչ որ առումով ճնշելով, ինչ որ առումով առևտուր անելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հասնում է նրան, որ այդ երկու պետությունը հիմա բացում են մեր համար ճանապարհներ։ Ընդ որում Բաքու-Թբիլիսի Կարս ախալքալաքի Կարս երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է փաստացի, որովհետեւ ներդրումները Ադրբեջանն է։ Հիմնականում Ադրբեջանն է։ Այո, ուստի անկեղծ լինենք, որ դա մենակ Թուրքիայի որոշումը չի, Ադրբեջանն էլ այդ թույլտվությունը տվել է։ Այսինքն
Վրաստանն էլ անկեղծ ասած ստիպված էր ամեն դեպքում, որովհետև Հայաստանից դեպի Վրաստան այնպես էլ գալիս է, իսկ այդ Բաքու-Թբիլիսի Կարսի ուղղությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանում էր խնդիրը, ոչ թե Ես նույնիսկ համոզված եմ, որ Կոբախիձեի հետ Ալիևը պայմանավորված կլինի այդ հարցի շուրջ։ Հիմնականում իրանք երկաթուղիներից էին, չէ՞, խոսում։ Այս վերջին հանդիպման ընթացքում։ Բայց էլ եմ ասում, Վրաստանում այստեղ առանձնահատուկ պայմանավորվելու բան չկար, որովհետև պարզ որ ասեմ, հայկական երկաթուղին կարա Վրաստան այնպես էլ երբեք խնդիր չի ունեցել, կարա գա հասնի միջև Ախալքալակ։ Խնդիրը Ախալքալակից Կարս անցնելու մեջ է, որը Թուրքիայի թույլտվությունն էր պետք։ Թուրքիան այդ թույլտվությունը այլևս տվեց։ Այսինքն Ամերիկան, Եվրոպան, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով այնպես են անում, որ Ռուսաստանի այս ճնշումները չբերի մեր պետականության եւ անվտանգության լրջագույն մարտահրավերների եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ այս հարցը շատ մեծ հարց է։ Գեորգի, մի հատ շատ կարևոր հարց ունեմ քեզ, քանի որ դու ես ապրում Վրաստանում, ես էլ, տեսնենք միակարծիք ենք այս հարցի շուրջ։ Երեք հետաքրքիր մի հատ մեկնաբանություն տեսա, որ սա պանթուրքիզմի ճանապարհն է, այսինքն կար Սախալքալակը, վաղը նաև Թրիփը։ Իրականում ժամանակին ես էլ եմ խոսել այդ մասին տարիներ առաջ, բայց իրականությունը հիմա ես զգում եմ, որ այլ է։ Ոչ մի պանթուրքիզմ չկա, այսինքն պանթուրքիզմը շատ հնացած ծրագիր է, քանի որ այս ծրագրի մեջ արդեն ներգրավել է Եվրոպան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ կապը լինելու է Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Այդ կապը նաև հարկավոր է Միացյալ Նահանգների համար, բայց դու տեսնում ես ինչ որ պանթուրքիզմ Վրաստանում, Վրաստանը ինչ իրավիճակում է հայտնվել այս վերջի տարիների ընթացքում, ինչ բացվել է Կարսախալքալակը եւ ընդհանրապես սահմանները Թուրքիայի հետ։ Նաև հաշվի առնենք այն, որ ադրբեջանական եւ թուրքական բնակչություն կա փաստացի Վրաստանում, մահմեդական բնակչություն Աջարիայում։ Ну, արի այդի հաստատ ճշտենք, ադրբեջանցիք ապրում են Վրաստանում, բայց թուրքեր գրեթե չկա, այնինչ դու նշեցիր, մուսուլմանները Աջարիայում, իրանք վրացի են, էթնիկ վրացի։ Թուրքիայի ազդեցությունը նկատի ունի, ճիշտ է։ Ազդեցությունը, այո, բայց ազդեցությունը նորից մեկ պետք է հասկանանք, որ ազդեցությունը հարևան պետությունների միջև նորմալ է, եթե այդ ազդեցությունը կառավարվում է։ Ընդհանուր առմամբ հարցս։ Հա, հիմա պատասխանեմ, շարունակեմ հարցից, որովհետև բավականին խոր հարց է։ Խնդիրը ուրիշ տեղ է, որ եւ այդ հարցի շուրջ Վրաստանի պետությունը, ես չի ասի որևէ իշխանությունը, պետությունը ընդ որում Սաակաշվիլին էլ, ընդ որում այս իշխանությունն էլ, նույն ձև պետականամետ որոշում ունեն, որ ախիսկա թուրքերի, այսպես կոչված մեսխեթի թուրքերի եւ այլն հարցը, որոնք իրոք թուրք են, առնվազն իրանց մեծ մասը մեսխեցիների մասն է խոսքը։ Այո, թուրք մեսխեցիների, այդ հարցը չնայած նա որ Էրդողանը գիտես, որ ամեն տարի բարձրաձայնում է, ոչ մի առածընթաց չունի, որովհետեւ այո, այդ դեպքում խոսք է գնում տարածաշրջանում թուրքական բնակչություն բերելու մասին, որոնք թուրք են, իրանք վրացի չեն։ Նույնիսկ եթե վրացի եղել են, դրա մասին կա քննարկում նախկինում, հիմա իրանք թուրքացած են։ Իսկ Աջարիայում ոչ մի այդպես գործընթաց չկա, իրանք վրացի են, ուղղակի իրանք մուսուլման են դառել այդ հատվածում։ Այսինքն պանթուրքիզմի ծրագիրը, այսպես ասեմ, իրականում իհարկե գոյություն ունի, եւ դա թուրքական պետությունների կազմակերպությունն է, որը զարգանում է ամեն դեպքում եւ զարգանում է բավականին երկար 2009-ից արդեն իրանք Նախիջևանում հիմնադրել են այդ կառույցը, վերջերս անվանումն են փոխել, այդ կառույցը այնպես էլ կա, այդ կառույցը կապեր ունի տարբեր միջոցներով, այսպես ասեմ, թուրքական աշխարհը հիմա որ ասում են Հայաստանի տարածքով կապ է ապահովվելու։ Իրանով ունեին, Վրաստանով ունեին։ Վաղուց Իրանով ունի, վաղուց Վրաստանով ունի, վաղուց Ռուսաստանով էլ ունի, այսինքն խոսքին ծովով ինչ գնում է Ռուսաստան, հետո Ղազախստան։ Ղազախները հանգիստ մինչև Թուրքիա, Ռուսաստանով էլ ծովով արտանում։ Ռուսաստանը վտանգը տեսնում եմ մեր մոտ։ Հիմա հարցը ինչու՞մ է, գիտես, ես դեռ 2018 թվականին Անգելա Մերկելը Վրաստան որ եկել էր եւ այդ ժամանակ Դոնալդ Տրամպն էր նախագահ, իմ էջին կա այդ դրած YouTube-յան։ Առանձնատուկ ընդգծում եմ միշտ դա, որովհետեւ փաստ է։ 18 թվականին, այսինքն 8 տարի առաջ Անգելա Մերկելին հարց տվեցի։ Ասացի տարածաշրջանում ռուսական եւ թուրքական ոչ ժողովրդավարական ուժերը փորձում են գրավել տարածաշրջանը։ Ինչ կարող եք անել, որ մեզ օգնեք։
որովհետև 18 թիվն էր, չկար դեր Ղարաբաղի երկրորդ պատերազմ։ Այսինքն ինչ նկատի ունեմ։ Այո, այստեղ տարածաշրջանում կա երկու հիմնավոր խաղացող՝ ռուսական եւ թուրքական ուժերը։ Իրանը մի փոքր ավելի պակաս դերով իր առանձնահատկություններով հիանալի նաև քննարկումներ ես անում այդ թեմայով, ավելի չմանրամասնեմ։ Հիմա մենք մեր խնդիրը նրանում է, որ մենք ոչ թե կարանք հրաժարվել ռուսական եւ թուրքական ազդեցությունից, չենք կարող։ Մենք պետք է բալանսավորենք այդ ազդեցությունը եւ շատ ճիշտ նշեցիր, տարածաշրջան մտնում է Ամերիկան եւ Եվրոպան, գալիս են բալանսավորելու այդ ազդեցությունը։ Ընդ որում լուծում են ամենակարևոր հարցը արդեն լուծեցին։ Չկա Զանգեզուրի միջանցք։ Բոլոր լավ մասնագետները, ինչպիսին դու ես, շատ լավ գիտեն, որ Ալիևը փոխեց իր խոսույթը։ Առաջ որ ասում էր Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցք, հիմա իր տարածքում ասում Զանգեզուրի միջանցք, Հայաստանի թրիփ են ասում։ Այսինքն անունը փոխեց, բա իր ժողովրդին չի ասի, որ գիտեք հրաժարվեցին մենք Զանգեզուրի միջանցքից։ Մեկը ասելու է ունենք եւ իր տարածքում ճանապարհն է կոչում Զանգեզուրի միջանցք։ Իր տարածքում Զանգեզուր էլ է ստեղծե, Արևելյան Զանգեզուրի շրջան։ Հիմա իր տարածքում մարդը ինչ ուզում է կարող է ստեղծել անվանումներ դնել իր ժողովրդին, որ հետո քաղաքական այսպես առումով կարելի ասել հավատքը ձևավորի, որ ինքը հասավ իր նպատակին եւ այլն։ Դա ուրիշ հարց է։ Խնդիրը նրանում է, որ թուրքական մենք միշտ ընկալել ենք այսպես, չգիտեմ դա մեզ ով է բացատրել, որ մենք անպայման պետք է թուրքական պետությունների համագործակցության ինչ որ առումով դեմ լինենք կամ խոչընդոտ լինենք։ Ես բազմաթիվ անգամ դա ասել եմ եւ ասում եմ, որ դա անհասկանալի, սխալ, իմ պատկերացումով մեծ մասամբ դաշնակցության կողմից օրակարգ դրված ձևաչափ է, որում մենք թիրախ ենք, որովհետև այնով քեզ խանգարում է, պետք է թիրախ լինի։ Ընդ որում թուրքերը 180 միլիոն բնակչություն են տարածաշրջանում, այսինքն ում թիրախ ենք հայտնվում։ Ես վաղուց ասում եմ, մենք կարող ենք եւ գնում ենք փոխշահավետ համագործակցություն ձևավորելով, որը իհարկե հարցի տակ չի դնում կարմիր գծերը Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ մի միջանցք։ Ես կիսում եմ նաև վարչապետ Փաշինյանի կողմից ասած շատ կարևոր խոսքերը, որ ոչ մի վերաբնակեցում կամ բնակեցում կամ վերադարձ կամ չգիտեմ ինչ, ոնց ուզում ես անվանի, հա, տեղի չի ունենալու իր իշխանության օրոք եւ առհասարակ այդ թեմաները պետք է փակել։ Նույնը Վրաստանն է անում, գիտես, ոչ մի ախիսկա թուրքերի, մեսխեցի թուրքերի Շատ կարևոր հարց է, ուզում եմ որ ավելի լավ քննարկենք, Գյորգի ջան։ Ուրեմն տես, Վրաստանը պարտավորություն է վերցրել դեռ երևի Շևարդնաձեի օրոք, որ ախիսկայի թուրքերը, թուրք մեսխեցիները պետք է վերադառնան Ախալցխա։ Բայց փաստաթղթով պարտավորություն է վերցրել։ Այո, գիտեմ։ Բայց իրականում վերադարձել էին մոտ 80-85 հոգի, դրանց հիմա կեսն է մնացել, քանի որ բախվեցին լուրջ խնդիրների, մեծ մասը քաղաքացիություն չկարողացավ ստանալ, ուրիշ խնդիրներ առողջապահության հետ կապված եւ այլն, նրանց մի մասը արդեն հեռացավ, չնայած որ Էրդողանը խոսում է, Վրաստանը փաստաթղթեր է ստորագրել, Ադրբեջանը եւ Թուրքիան ճնշում է իրենց չափով Վրաստանին, բայց նրանք չեն վերադառնում, փաստ է, Ախալցխա։ Եվ Հայաստանը ոչ մի պարտավորություն չի վերցրել, որ 300,000 այսպես կոչված ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան, ինչի մասին խոսում է Սամվել Կարապետյանը։ Եվ այսօր ինչ որ կարևոր հայտարարություն էր անում Սամվել Կարապետյանը, եթե տեսար, ասում է մենք որ գանք, մեր կառավարության առաջին օրենքը կլինի, երևի օրենք ասեց, բայց օրենք ընդունելու իրավունք չունի, չէ՞ կառավարությունը, խորհրդարանը պետք է ընդունի։ Ինչ որ տեսնում ենք ինչ հայտարարություններ անում։ Հարցը դրանում չէ, ասում է որ մենք կընդունենք օրենքները, որ այդ ամենը տեղի չունենա, բայց ով ասես թե Հայաստանի այսօրվա իշխանությունները ինչ որ օրենքներ չեն փոփոխության ենթարկել, օրինակի համար Վրաստանի երևի նախկին իշխանությունները նույնիսկ Սաակաշվիլի ժամանակ օրենք ընդունեցին, որ գյուղատնտեսական հողերի վաճառք արգելված է, որ տեղի ունենա օտար երկրյա քաղաքացիներին։ Թեթև մի քանի օրենսդրական փոփոխություններով բազմաթիվ կարծում եմ հարցեր կլուծվեն։ Ինչ ես կարծում։ Առաջի երթին ասեմ, որ ուրեմն Սամվել Կարապետյանի ասածը, որ ասում է Սաֆարովի անվան օրենք են։ Ինչ որ բաներ էր ասում այսօր։ Ես համարում եմ, որ սա էթնիկ խտրականություն է, որը արգելված է Վրաստանի, Հայաստանի օրենսդրությամբ։ Այսինքն դու չես կարող ամբողջ ազգին ինչ ով էլ լինի, չհասկացա ադրբեջանցիքի մեջ ինչա նորմալ մարդիկ չկան։ Հա, Վրաստանում օրինակ Սաֆարովի անվան կամ Թուրքի անվան օրենք չկա։
Հա, բայց Այդ ես օրենքը գործում է։ ոնց քեզ ասեմ, դու որ էդի ընդունում ես, դու մի ամբողջ ազգ ադրբեջանցի բոլորին ուզում ես Սաֆարովին նմանեցնես։ Հաստատ, հաստատ այդպես չեն, Էդվարդ ջան։ Հերիք չի որ Վրաստանում ապրող ադրբեջանցի հետ մենք ինչ հարաբերություններ ունենք, բայց ես նաև իմ ռուսալեզու ալիքը ունեմ, որտեղ որ շատ ադրբեջանցի լրիվ ուրիշ տրամաբանության մեկնաբանություն են գրում այս օրերի ընթացքում եւ ես տեսնում Ընդհանուր եմ ինչ-որ օրենքներ կարող ես ընդունել, բայց ոչ Սաֆարովի տնես անունը։ Այսինքն դու քո իշխանություն, դու քո պետությունը պաշտպանի։ Հա, ես իհարկե համամիտ եմ, որ հող չպետք է վաճառվի եւ վերաբնակեցման դեմ եմ, բայց մյուս կողմից ասել, որ բոլոր ադրբեջանցիք Սաֆարովի նման են, դա էթնիկ խտրականություն, այդպիսի բան չկա, այդ նույն ասես բոլոր գերմանացիք Հիտլերի նման են։ Կարաս այդպիսի Դա բան ասել։ ուղղությունը դեպի կոնֆլիկտի շարունակություն։ Ընդ որում դու բոլորին ուզում ես թշնամի հայտարարել, բոլորին։ Մենք չենք ասում բոլոր ռուսները Պուտինի նման են, չենք ասում կամ Պերմյակովի նման են, չէ՞, ռուսներին Պերմյակով չենք համարում, մտելա հայ ընտանիքա սպանը, չհասկացա։ Այսինքն մենք ուզում ենք էլի թշնամացնել մի ամբողջ ազգ, ինչներիս է մեզ դա պետք, առհասարակ։ Դե Սամվել Կարապետյանը ինձ դա է քաղաքականությունից ոչ մի բան չի հասկանում, որ չի կարելի այդպես վարել։ Դա չի նշանակում Մակրոնը խնդրել է Ալիևին, որ այս 15 օրվա ընթացքում 300,000 հայ ադրբեջանցիների Բեռնիչ տեղափոխեն Հայաստան։ Ֆիզիկապես դա ինչպես է հնարավոր։ Կներես, Մակրոնը խնդրել է, որ 15 օրում Դե 15 օր է մտածել մոտավորապես։ Այդ ժամանակ, երբ որ արեց այդ հայտարարությունը, մոտ 15 օր էր մնացել, չէ՞, ընտրություններին։ Ղարաբաղում Քանի օր առաջ արեց։ Այ Ղարաբաղում 6 տարվա ընթացքում 10,000 ադրբեջանցի է վերադարձել, ոնց գիտենք ընդհանուր այդ շրջաններն ու կարող է մի քանի շրջան ավել, այսինքն 25 լինի։ Հա, այսինքն վերադարձների թեման ես ուզում եմ մի բան հստակեցնեմ, էլի, խոսքին։ Դե որ խախտում են ժողովրդին, դրա համար եմ այս հարցերը։ Աղը մյուս օր սահմանը բացվի, հնարավորություն կլինի ադրբեջանցիներ գա Հայաստան, հայն էլ գնա Ադրբեջան։ Հիմա հարց ունեմ, հայը կուզենա Ադրբեջանում ապրել, ենթարկվել իրանց օրենքներին։ Ադրբեջանցի կուզենա ապրել Հայաստանում ենթարկվել մեր օրենքներին։ Քաղաքացիություն նկատի չունեմ առհասարակ։ Բնականաբար ոչ։ Այսինքն դու ուզում ես այդ մթնոլորտում, այդ մենք պետք է մտածենք այդտեղ հզոր պետություն, որ ձևավորում ես։ Իհարկե իրանք մեզ վախացնում են, իբրև ադրբեջանցի գալու են եւ հիմա չգիտես ինչ են անելու, իրանց գլխին էլ լինելու է Իլհամ Ալիևը։ Ոչ, Իլհամ Ալիևը ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը մի բան պետք է պարզել։ Այն տարածքային ամբողջականությունը, որ ճանաչվում է, դրանից այն կողմ մենք ուրդեղում կբնակեցնենք, ուրդեղում չենք բնակեցնի։ Որտեղ բնակավայր ունենանք, որտեղ բնակավայր կարանք որոշել չէ, որ գյուղ կա, ասենք այդ գյուղը տեղափոխում ենք Հայաստանում, ուրիշ տեղ ենք գյուղը տեղափոխում։ Այսինքն պետությունը 100%-անոց սուվերեն է։ Ոնց որ Ադրբեջանը իր տարածքում կարա Վեկալի Ղարաբաղը կիսի մի մասի անունը դնի Արևելյան Զանգեզուր եւ այլն իր ռոպագանդայի համար։ Մենք մեր տարածքում ինչ ուզենք կարող ենք անել։ Ուստի մի ընկալեք այնպես, որ եթե ադրբեջանցին գալիս է ինքնասպառնալիք հայկական պետություն, գալիս է նկատի ունեմ ինչպես այցելու տուրիստ, ինքնասպառնալիք պետությանը։ Պետությունը դա հսկայական հնարավորություն է մի հոգին պետությունում։ Կներեք, բայց ոչ մի առանձնահատուկ ուժ չունի։ Գլխավորն է հայկական ոստիկանությունը, բանակը, ազգային անվտանգության ծառայությունը այդքան հզոր լինեն, որ ամեն ինչ պարտականությունը կատարեն, այսինքն սա հիմա փորձ է արվում վախեցնել ժողովրդին, այդպիսի վախեցնելու օրակարգ չկա։ Պարզ օրինակ բերեմ, հա, ելի եմ ասում, Հայաստան ոչ մի վերաբնակեցման օրակարգ չկա, չպետք է լինի, բայց Վրաստանում ապրում են ադրբեջանցիք։ Եվ ինչ? Եվ ինչ? Վրաստանի իշխանությունը իրանք են, Վրաստանը իրանք են կառավարում։ Իրանք նույնիսկ Մարնեուլիում իշխանություն չեն միջև վերջ։ Նույնիսկ այդ շրջաններում, որտեղ որ մեծամասնություն են, կառավարությունը ուրիշ ձև է, իշխանությունը այդ շրջանները կառավարում։ Սա փաստ է։ Սա փաստ է։ Կամ ինչ, Աճարիայում, որ մուսուլմաններ են ապրում կամ Պանկիսիում, Թուրքիան ինչ կարող է այդտեղ անել։ Հա, ազդեցություն ունի, որովհետև հասկանալի է կրոնը։ Հայաստանում չկա այդ ամենը։ Եվ այդ օրակարգներ չկա։ Ուստի ես ուզում եմ ասեմ, որ ես իրոք ցավում եմ, բայց Սամվել Կարապետյանը դարել է ադրբեջանական նարատիվների եւ դաշնակցություններ։ Գլխավոր տարածողը հայկական դաշտում, այսինքն մենք ի՞նչ ենք խոսում այդ 300,000 ադրբեջանցու մասին։ Ես վառասարակ չեմ ուզում դրա մասին խոսել։ Ինչ ենք խոսում։ Այդ մարդիկ կարող են գալ
Եթե խոսք է գնում, որ որևէ մեկը ծնվել է Հայաստանի տարածքում կամ որևէ մեկը գուցե գերեզման ունի, այտենց ինչքան հայ կա, միլիոններով հայ կա, միլիոնից ավել երևի, ով ծնվել է Ադրբեջանում, գերեզման ունի եւ այլն։ Այցելել կարելի է, ապրել, բնակվել, դա լրիվ ուրիշ բան է։ Եվ Հայաստանը շատ ճիշտ նշեցիր։ Ոչ մի պարտականություն չի վեկալել։ Վրաստանը վեկալել է, բայց շատ լավ գիտես, որ չի կատարում։ Եվ կարա չկատարի տասնամյակներ։ Իսկ Հայաստանը ոչ էլ վերցրել է իր վրա այդպիսի պարտականություններ։ Ու դրա հետ մեկտեղ ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այո, եւ շնորհիվ այդ տրանզիտի, որը Վրաստանը ունի, մենք Վրաստանում բալանսավորում ենք մեր շահերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետեւ այո, եւ շնորհիվ այդ տրանզիտի մեծ փողեր ունի Վրաստանը։ Դա չի աղքատ երկիր կլիներ։ Իհարկե, այդ թվում եւ ոչ միայն աղքատ, այլ նաեւ աշխարհակահաղական առումով շատ ավելի քիչ դեր ունեցող։ Խոցելիքի փոքր դեր ունեցող։ Գեորգի, իսկ Հայաստանը կներես այս թեմային բան ավելացնեմ, էլի։ Հայաստանը իր տարածքով որ ունենա գազատար, նավթամուղ, հոսանքի, ինտերնետի կապ, Թուրքիան, Ադրբեջանը իրար հետ կապող։ Համոզված ես, որ կամ ով է մտածում, որ Ադրբեջանը կուզենա մեր հետ խնդիր ունենա, որովհետև մեր ձեռը նաև, թող չմոռանա ոչ մեկ, ուժ է, երբ դու ունես տրանզիտի ուժը։ Ադրբեջանը ինքն էլ է ուզում ազատվել ռուսական լծից, չէ՞։ Հիմա եթե Հայաստանը անկախանում է ռուսական լծից։ Այո, հիմա Ադրբեջանը փորձում է մեզ այդ թվում օգնել իրականում եւ Թուրքիան էլ։ Իր շահերից ելնելով, իր շահերից, որ ես ես ավելին ասեմ, ասած չեմ ռուսական ալիքը, Էլվար ջան, պետք է տեսնես ղազախները, ուզբեկները, թուրքմենները, ղրղիզները, թուրքմենները քիչ իրանց մոտ ինտերնետը սահմանափակ է, մնացած երեքը ինչքան մեկնաբանություն են գրում։ Եվ գիտեք պատճառը, որովհետև իրանք հասկանում են, որ եթե այսօր Հայաստանն էլ ռուսամետ դառնա, իրանք փակուղու մեջ են մնում։ Այսօր իրանք էլ այնտեղից ադրբեջանցին ես տեսնում եմ մեկնաբանություններում գրում են, ասում են խաղաղություն, վերջ Հայաստանի հետ խաղաղություն։ Դնում են Հայաստանի, Ադրբեջանի, իրանց պետության, Ղազախստանի բան դրոշը։ Այսինքն այդքան են հարգում Հայաստանը այսօր, եւ այդքան են իրանց շահից է բխում Հայաստանը, որ պետություն լինի այսօր, որովհետև իրանք հասկանում են, եթե Հայաստանը չէ, բա կենտրոնական Ասիան ո՞ւմ է դա կապնվելու, ո՞նց է կապնվելու։ Դե Վրաստանում առանձին թեմաներ կան եւ շատ մեր դիտողների համար շատ լավ հայտնի է դրա մասին բազում անգամ խոսել ենք Վրաստանում արկա խնդիրները։ Ուստի այսօր Ադրբեջանն էլ կենտրոնական Ասիան էլ կախված է Հայաստանից, որ Հայաստանը ռուսամետ գուբերնիա չլինի։ Դրամա է, ոչ թե որովհետեւ իրանք հայամետ են դառել, այլ որովհետեւ իրանց էլ է այսօր ձեռ տալի ուրեմն անկախ ինքնիշխան Հայաստանը։ Գեորգի, իսկ Ռուսաստանից հնչող սպառնալիքները, Վլադիմիր Պուտինի հայտարարությունները մենք քննարկել ենք սա հաղթանակի օրվա կապակցությամբ, հետո զինված դիմակավորված անձինք ու հիմա սա ինչ տեղի ունեցավ Կարսախալքալաքի հետ, Մարկո Ռուբիոյի այցը, նաև վաղը ստորագրվելիք թրիփ ծրագիրը, սա պատասխան է Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանի կողմից փաստացի էմբարգո է հայտարարվում հայկական ապրանքների։ Ինչ սպասել էլի։ Դե ֆակտո շրջափակում է հայտարարվում եւ դա շատ վտանգավոր է, բայց մի կողմից ազատվում ենք շրջափակումից, մյուս կողմից շրջափակման մեջ ենք հայտնվում։ Այո, եւ այդ թվում ազատվում ենք, որովհետեւ թուրքերը գիտեն ինչ է դիվանագիտությունը։ Թուրքերը համ միևնույն ժամանակ զինված ուժերն են զարգացնում, բայց դիվանագիտությունը հիմա իրանք մեզ դիվանագիտական նաև ճանապարհ են, որտեղ իրանք էլ են հասկանում, որ Հայաստանի դեմ այլևս գնալը դա արդեն Ամերիկայի հետ իրանք ուրիշ խնդիր կունենան եւ Եվրոպայի, դրա համար իրանք ձեռ չի տալի, ուստի իրանք Հայաստանի հետ հիմա ուզում են պայմանավորվել։ Ինչ վերաբերվում է ռուսներին, ռուսները ուզում են, որ Վրաստանը եւ Հայաստանը իրանք գուբերնիա դարձնեն։ Ռուսները չեն կարող համակերպվել, որ մենք ինքնիշխան պետություն ենք։ Այդ նպատակով հիմա փորձում են ճնշել։ Տնտեսական ճնշումներին կդիմանանք։ Գլխավոր խնդիրը այն է, որ ռուսները տեղի գործակալական ցանցի միջոցով չորոշեն զինված գործընթաց սկսել։ Այդ թվում ինչպես ռազմակայանի միջոցով Հայաստանում, այդպես էլ Վրաստանի օկուպացված հարավային Ցխինվալի շրջան կոչված տարածքից, Ցխինվալից Ջավախքի տարածքով, որ չփորձեն ներխուժել Հայաստանի տարածք։ Նաև Վրաստանով պետք է անցնեն։ Վրաստանի վրա դե արդեն իրանք երկու երկրի նկատմամբ ագրեսիա կլինի։ Դե հիմա սարեցված է այդ ագրեսիան, բայց Վրաստանի
Վրաստանի դեմ չեն անի ոչ մի քայլ, ուղղակի տրանզիտ միջանցքի պես ինչ որ բան կա։ Վրաստանը չի կարող ոչինչ չանել այդ պարագայում։ Դե անկեղծ ասած, եթե քեզ հետաքրքրում է պատասխանը, ապա ես պատշաճ նախկին բարձր պաշտոնյաների հետ շփվել եմ եւ գիտեմ, որ Վրաստանը այդ դեպքում օրոք այսօրվա իշխանության ոչինչ չի անի։ Այսինքն հետ են քաշվելու, թույլ են տալու, Դժվար են քննադատելու են։ բայց չեն փորձելու խանգարել, հարված Մենք հետ ենք ասում, հենց այդ է պատճառը, որ ես արդեն Վրաստանի քաղաքականության մեջ եմ մտել եւ արդեն լիարժեք կարելի է ասել, որ քաղաքական գործիչ եմ Վրաստանում դարել, որովհետեւ այսպիսի իրավիճակ Վրաստանում, մեր պետությունում մենք չենք կարող թույլ տալ, որովհետեւ սա Վրաստանի պետական շահերի դեմ է այս ամենը։ Բայց որքան հավանական է այդ սցենարը, պարոն Թոմասյան, որ փորձեն Վրաստանով անցնել, փորձեն ռազմաբազան օգտագործել Հայաստանում։ Ավելի ռազմաբազայի սցենարը ավելի իրատեսական եմ համարում։ Ես էլ եմ խոսել դրա մասին, բայց Վրաստանով մի քանի տոկոս, եթե 100%-ից վերցնենք, բայց այդ մի քանի տոկոսն էլ ոնց որ հաշվի առնելով Մոսկվայում մտածելու հնարավորությունները, հատկապես Մեդվեդևի եւ առհասարակ նաև Կիևը վերցնելու առումով էլ իրանք ինչ փորձեցին եւ այլն, այսինքն ես այդ մի քանի տոկոսը ռուսների դեպքում էդի լավ էլի այսինքն նորմալ պետության դեպքում եթե մի քանի տոկոս կգնահատեի, իրանց մի քանի տոկոսը դառնում է 30%, որովհետեւ ռուսները ինչ են պաշտպանելու գալու ռազմաբազան, թե իրենց գործակալներին։ Մեդվեդևը ասաց, որ Բանդերայի ճանապարհով են գնում։ Մեդվեդևի խոսքերն այսօրվա։ Բանդերայի ճանապարհով հայերը գնում, այսինքն մարդիկ կարող են ինչ ուզում հորինես Գարեգին Նժդեի արձանը պատճառ դարձնել, եթե իրանց պետք լինի։ Հենց այդ ենք բացատրում, որ Ռուսաստանը այսօր դարել է մի ֆաշիստական Գոնե Մեդվեդևը Գարեգին Նժդեին հիշեր, թե ինչպես 30,000 կուրոչկինի բանակը ջախջախեց։ նկատի ունեմ, ինչ ուզես կարող են ստեղծել։ Հիմա ասում են Նիկոլ Փաշինյանը 2018 Մարգարիտա Սիմոնյանն էր ասում։ 2018 թվականին այսօր է ասել, թե երեք։ Ասում է 2018 թվականին հակառուսական հայտարարություններով եկավ իշխանության։ Այսինքն ում են սրանք հիմարի Ինչ ուզում այն էլ սնկերից են խոսում Սամվել Կարապետյանի հետ։ Սնկերից որ խոսում են առասարակ, հա, ասում է Այբուբեն էր Փաշինյանը ասում եւ ինչի էր ասում Սունկակերը երևի։ Հիմա Մարգարիտա Սիմոնյանը չգիտի որ Սամվել Կարապետյանին Այբուբեն է վարչապետ Փաշինյանը սովորացնում։ Պատճառը դա դրա, բայց հարցը ուրիշ բանում է, ես երեմ ասում, ես հորդորում եմ հանրային ձևով ամենտեղ որ Հայաստանի զինված ուժերը, որոնք ունեն սահմանադրական պարտականություն պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը բոլոր ճիշտ տարբերությունով քո վրա կհարձակվի, որ պետությունը, որ հարևանը եւ այլն։ Ինչպես Ադրբեջանի հարձակման դեպքում պետք է պատրաստ լինի կամ Թուրքիայի կամ Իրանի կամ չգիտեմ մնացած բոլորի, այդպես էլ եթե Ռուսաստանը հարձակվի Վրաստանի տարածքով, պետք է պատրաստ լինի։ Պետք է պատրաստ լինի իհարկե պաշտպանելու ռազմավարական օբյեկտները, այդ թվում այդ ռազմակայանները, որովհետև ասեմ շատ պարզ, պարոն Այվազյան, եւ դուք շատ լավ դա կհասկանաք։ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը Ուկրաինայում տապալվում է իրականում, չի կարող հեռու գնալ, հա, առեշնիկ կարա կրակել, բայց դա արդյունք չի տալի։ Իսկ Ուկրաինայի հարվածները իրականում քայքայում են ռուսական պետականությունը ներսից, որտեղ ուկրաինացիք խելացի են հարվածում, այլ ոչ թե ուղակի։ Եվ հիմա ռուսները ուզում են առևտուր անեն արևմուտքի հետ։ Իրանք Վրաստանում հսկայական ազդեցություն են ձևավորել արդեն, եւ հիմա ուզում են Հայաստանում վերահսկողությունը վերադարձնել, որ միջին միջանցք կոչված ճանապարհի համար Չինաստան, Եվրոպա, թուրքական պետությունների Պեկինը, Բրյուսելը, Լոնդոնը, Անկարան, Բաքուն, Կենտրոնական Ասիան, Վաշինգտոնը գնան Մոսկվայի հետ բանակցեն։ Ես դրա փոխարեն հիմա բոլորը գալիս են Երևանի հետ բանակցելու։ Եվ Ռուսաստանը այդքան է ուզում իրան որ փրկի, որ բոլորը Մոսկվայի հետ բանակցեն, որ Ռուսաստանը հիմա արդեն նույնիսկ չգիտի ինչ անի, ոնց անի Հայաստանը մի ձև վերադարձնի իր վերահսկողության տակ, որտեղ մենք գործիք ենք եւ տեղի գործակալական իր համար եւ տեղի գործակալական ցանցը կարող է դա ապահովել Ռուսաստանի համար, տա այդ միջանցքը ճանապարհը Ռուսաստանի վերահսկողության տակ նոյեմբերի 9-րդ կետով եւ դրանով Ռուսաստանին փրկի, որ Ռուսաստանը այդ թեմայով առևտուր անի Ուկրաինայի եւ ուրիշ հարցերով։
Եվ ինքնիշխան Հայաստան, որ ասում եք, դա նշանակում է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը պետք է ոչ թե Մոսկվայի շահը սպասարկի, այլ Հայաստանի շահը սպասարկի։ Ուստի այդ է պատճառը, որ Ռուսաստանը այո կարող է ամենածանր քայլերի դիմել, բայց Հայաստանը ուրիշ տարբերակ չունի, բացի իր ինքնիշխանությունը ապահովելուց, բացի տնտեսական դիվերսիֆիկացում ապահովելուց, հենա Ադրբեջանի տարածքով դեպի Չինաստան ճանապարհ ունենք։ Նախիջևանի ճանապարհի մասին արդեն այսօր խոսակցություն է գնում, որ շուտով կսկսվի Հայաստանի պետությունը կսկսի վերանորոգել դեպի Իրան եւ դեպի Հնդկաստան, կունենանք երկաթուղի եւ կապ Թուրքիայով դեպի Եվրոպա, ամբողջ աշխարհի հետ կարող ենք առևտուր անել, այս աշխարհը հաստատ Ռուսաստանով սահմանափակ չէ։ Իսկ ինչ կարծիք ունես, պետք է թույլ տալ ուժեղ Հայաստանին մասնակցել ընտրություններին եւ Քոչարյանի ուժին հաշվի առնելով այն, որ հակակոռուպցիոն կոմիտեն ահայտ կան, բացահայտումներ է արել։ Սարքին թիվը կորցրել եմ, կարծում եմ 100-ից ավել է։ Լեգիտիմ ընդդիմություն կունենա հայկական խորհրդարանը։ Ոչ լեգիտիմ չի ունենա, բայց թող մասնակցեն, որովհետև հաստատ պարտվելու են հայ ժողովրդի քվեի շնորհիվ։ Ասենք 20% ստանան, Գյորգի։ Լեգիտիմ է լինելու։ Լեգիտիմ չի լինելու, բայց թող լինի, որ Ռուսաստանը չասի, որ իրանք մեծամասնություն են եւ իրանք արգելեցին ընտրություններում մասնակցելը, դա ավելի իրանք խոսույթ կտա, դրա փոխարեն թող մասնակցեն եւ հուսով եմ դեռ չի անգամ է, երբ Հայաստանում օտար պետությունից նշանակված քաղաքական ուժ է մասնակցում, ընդ որում իրանք գլխավոր հիմքը փողի մասին է։ Սամվել Կարապետյանը քաղաքականությունից եւ իր ամբողջ թիմը, այսինքն ես ուղիղ ասեմ, պարոն Այվազյան, անձամբ ձեզ եւ ձեր աշխատանքը ես 10 անգամ եւ տասնամյակներով ավելի շատ, այսինքն անգամներով ավելի շատ եմ գնահատում կարևոր, քան իրանց ամբողջ թիմը միասին, Կարապետյան նկատի չունեմ, ամբողջ թիմը, որտեվ իրանց թիմը հավաքվել է փողի շուրջ։ Ձեր արդակը, ձեզ մարդիկ լսողները բոլորը հավաքվել են ձեր մտքի եւ ունակության շուրջ։ Դա հսկայական տարբերություն է, սարեր ձորեր։ Այդ մարդիկ փողի շուրջ են հավաքվել։ Մինչև երբ Հայաստանում պետք է քաղաքական գործընթացները փողի շուրջ լինեն։ Ես պնդում եմ, որ սա պետք է ավարտվի եւ հաջող ընտրություններում պետք է լինի խելքը, միտքը, հմտությունը, գիտելիքը մրցակցի, այլ ոչ թե ով ավելի շատ բաներ, պլակատ, ավտոբուս եւ գովաստ կկարողանա վարձել եւ կաշառք տալ։ Դա փողի մասին է ընտրությունները, կամ էլ արեք ասենք, որ ընտրությունները դա գումարի թեմա է զուտ։ Բիզնեսմենները կարան գալ գնել։ Դա կործանում է պետականությունը, այսպիսի բաներ եւ ես իհարկե շատ դժգոհ եմ, որ այսպիսի ընդդիմություն կա Հայաստանում։ Հուսով եմ ապագայում նորից կփոխվի դա։ Շատ շնորհակալ ենք, պարոն Թոմասյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։